Ես շատ լավ հիշում եմ այն ձայնագրությունը, որը 21 թվականի ընտրություններից առաջ հրապարակվեց եւ մեր փորձագիտական շրջանակային ժամանակ Սերժ Սարգսյանը որ հրապարակեց, այո, փոխանակ ցույց տրվեր, որ մարդիկ դասեր պետք է քաղեն դրանից, թե ինչպեսին չպետք է լինի քո պետության ղեկավարը, որ միջազգային հանրության մոտ չպետք է ստեղծի խելագարի, չգիտեմ ինչի տպավորություն, մենք հակառակ բանալ տեսակ ինչ խոհեմ դիվանագետ է եղել, որ այսպես խոհեմ դիվանագիտության վերջը նոյեմբերի 9 փոխարինելն էր օգոստոսի 8-ով, որը որևէ ռեալ երաշխիք չի տրամադրում Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջության պահպանման առումով, որևէ ռեալ երաշխիք չկա։ Հիմա այս ամբողջը եթե գումարում ենք իրար, մենք հասկանում ենք, որ այս մարդը ներքին ճնշումների մասին դեռ չեմ խոսում, հա։ Ներ համակարգային ճնշումների մասին չեմ խոսում։ Պետության ներսում հետս հետ է իր այդ գերհերոսի կերպարի ոչնչացման, կուսակցության քաղաքացիական պայմանագիր կուսակցության անզորության, ինստիտուցիոնալ թուլացման ճաքերը խորացնելու, հա, խնդիրների մասին չեմ խոսում։ Հասարակ ժողովուրդը չի ընդունում եւ մերժում է բոլոր այն նարատիվները, որ այս իշխանությունը ասպարեզ է նետում, որոնք դիպչում են ազգային ինքնագիտակցությանը եւ ժողովուրդը ողնաշարով է զգում։ Երեք ես այս մասին էի գրել, որ փողոցում չբղավել դեռևս չի նշանակում աջակցել գործող իշխանության հակաեկեղեցական կեցվածքին։ Փողոցում ընդդիմության հետ ցույցերի դուրս չգալ դեռևս չի նշանակում սատարել այն հակազգային եւ հակապետական քաղաքականությանը, որ այս իշխանությունը որդեգրել